Բարև ձեզ Տիկին Վարդանյան։ Բարև ձեզ։ Վստահ եմ հետևում եք ձեր կուսակցության մարզային քարոզարշավին եւ այն ընդունելությանը, որին արժանացնում է ձեզ Հայաստանի Հանրապետության քաղաքացին այդ հանդիպումների, այցելությունների ժամանակ։ Ձեր ընդդիմադիր գործընկերները մինչդեռ պնդում են, որ ձեր հանրային վստահության ցուցիչը սաստիկ նվազել է եւ դուք խորհրդարան անցնելու շանս անգամ չունեք, ուր մնաց թե Նիկոլ Փաշինյանի վարչապետ լինելու օրակարգը շրջանառեք եւ խոսեք ինչ որ բարձր արժեքներից, խաղաղությունից, տեսից դենից։ Տիկին Վարդանյան, դուք համակարծիք եք նման պնդումների հետ, որ ձեր հանրային վստահության ցուցիչը շեշտակի ընկել է եւ հարցականի տակ է ձեր ապագա խորհրդարանում լինել չլինելը։ Բնականաբար ոչ, համակարծիք չեմ, բայց հասկանում եմ ինչից է գալիս ընդդիմադիրների նման, ասենք, խոսույթը կամ նման հայտարարությունները որտեղից են գալիս, կարծում եմ նրանք բավականին նրանց կամքը կարծում եմ բավականին տուժել է այս ընթացքում, ընդամենը մեկ ամիսն է, ինչ մենք ներքին մեր քարոզարշավի շրջանակում առիթ ենք ունենում նաև շփվելու քաղաքացիների հետ եւ այն տեսանյութերը, որոնք հրապարակային ձևով, այսինքն կարելի ասել նույնիսկ լայվ տարբերակով ցույց ենք տալիս, թե ինչպես մեր քաղաքացիները ինչպես են ընդունում դիմավորում վարչապետին եւ մեր քաղաքական թիմին, բնականաբար իրենց մոտ առնվազն տխրություն է հաղորդում եւ ավելին ասեմ, այն ուժերը, ովքեր նման հայտարարություններ են անում, ակնհայտ է, որ իրանք ակվարիումի մեջից միշտ ակվարիումի մեջից են նայել ժողովրդին։ Այս պահին էլ նրանք կարելի ասել հիմնականում աշխատում են փողոց դուրս չգալ, հա։ Նրանք միշտ որևէ պատնեշ են ընտրում, որի հետևում պետք է պահկվեն, դա լինի, չգիտեմ, բանը ինչ որ սրահային, սալոնային հանդիպումներ են դրանք սովորաբար եւ պարտադիր են լրատվամիջոցների ուղեկցությամբ, որոնք սպասարկում են հենց այդ քաղաքական ուժին, կամ այլ ավելի հեռու գնացողներ կան, AI-ի միջոցով են շփվում քաղաքացիների հետ, կարծես այդ AI-ը ինչ է ասելու, չնայած մարդը ոչ տեխնացիա ոչ կարա լինի, բայց նկատի ունեմ նույնիսկ այդ աստիճանի հաղորդակցության խնդիր ունեն քաղաքացիների հետ։ Կամ խոսքի խնդիր ունեն, դա էլ կարա լինի, չեմ բացառում։ Ենթադրում եմ դուք նկատի ունեք քաղաքական դաշտում, ընդդիմադիր դաշտում ձեր հիմնական մրցակիցներ համարվող Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին եւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Այս մասով մի հատ բան ասեմ, էլի եթե կարելի այդ մրցակիցներ երբ մենք ասում ենք, մենք ունենք իրականում մեկ եթե կարելի մրցակից ասել, հա, եւ դա օրակարգային մրցակից է, եւ դա խաղաղության եւ պատերազմի միջև մրցակցություն է այստեղ, ասենք, եթե շատ գրոտեսկ անեմ եւ կոպիտ ասեմ, որովհետեւ այս պահին խաղաղության օրակարգը տանում է մեկ ուժ, այսինքն դա մեր քաղաքական թիմն է եւ այդ բոլոր ընդդիմադիր միավորները, որոնք իրականում մեկ ուժի են ծառայում, դրանք բոլորը այն կոնֆլիկտի, կարելի ասել, ուժերն են, որոնք պատրաստում են Հայաստանը նորից ներքաշել կոնֆլիկտի մեջ, որպեսզի սպասարկեն ոչ հայկական շահ։ Այս է ամբողջ պատմությունը։ Հետևաբար որ ասում ենք մրցակիցներ, մի քիչ ես իրանց այդքան չէի տարանջատի, որովհետև արդյունքում կարծում եմ իրենք իրար սպասարկող, իրար լավ ճանաչող եւ իրար ընդունող բաներ են։ Այսինքն տարբեր ճակատներով են հանդես գալիս, բայց նույն քաղաքական ուղեգիծն են առաջ տանելու, եթե հայտնում են խորհրդարանում։ Իհարկե, պատերազմի, հիմա էլ կոնֆլիկտի շարունակման ուղեգիծը։ Նույն քաղաքական ուղեգիծը տանում։ Երաշխավորների ինստիտուտ, խաղաղության պարագայում, խաղաղության երաշխավոր են ուզում, ավելին ասեմ, նրանք հաճախ ընդգծել են, որ Ռուսաստանի հետ պետք է բանանել հարաբերությունները եւ երաշխավոր էին բերում Թրամփի ուղումն էին երաշխավոր բերում եւ այլն։ Հիմա Ղարաբաղում երաշխավորները կանգնած էին։ Ինչ եղավ։ Պահեցին ժողովրդին հնարավորություն ստեղծվեց այնտեղ ապրելու, ոչ։ Ինչի մասին է խոսքը։ Դե ասում են երաշխավորների ինստիտուտը շատ կարևոր է, քանի որ չերաշխավորված խաղաղությունը, երբ որ պետություն Հայաստան, Ադրբեջան առաջնորդների մակարդակում է, չկա երրորդ կողմ հզոր գերտերություն, որը կհետևի խաղաղության process-ի իրագործմանը, միշտ ռիսկ կա, որ կողմերից մեկը ինչ որ պահի դեմ կգնա ձեռք բերված պայմանավորվածություններին եւ այդ մեկ կողմը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է, որը ցանկացած պահի կարող է պատերազմ սկսել Հայաստանի դեմ։ Իսկ այ երաշխավորը որ լինի, կզսպի կողմերին եւ պատերազմ թույլ չի տա։ Այս ես ուզում եմ հարցնել, այդ դեպքում Ղարաբաղում կանգնած երաշխավորներ էին։ Ռուսաստանի նման հզոր պետության երաշխավորները այնտեղ կանգնած էին, հա։ Երաշխավորվեց եւ ավելին ասեմ, երբ մեր ընդդիմադիր ուժեր բոլորը խոսում են ուժի անդադար այդ թեզն են առաջ տանում, որ ուժեղ առաջնորդ, ես ուժեղ խաղացում կբերենք, այո։ Խաղացում կբերեն ուժեղ առաջնորդը միայն ի վիճակի կլինի բանակցել, որ ուժը այնտեղ է, որ դու կարող ես ինքդ քո հարցերը լուծել, ինքդ բանակցել եւ այստեղ շատ կարեւոր է, որպեսզի մեր երկու պետությունները այդ բանակցության ընթացքում եւ արդյունքում գտել են այն կետերը, որոնք փոխշահավետ են միմյանց համար, այսինքն երկու պետությունների համար փոխշահավետությունից ել ավել մեծ եւ ուժեղ երաշխիք այդտեղ չի կարող լինել։ Հետևաբար երբ ինչ որ մեկը ուզում է խոսի իր ուժից, իհարկե հələ բարձ չի, որ ուժի մասին է խոսքը, ինչ տեսակի ուժի մասին է խոսում, բայց առաջին հերթին որպես առաջնորդ, այսինքն իր ուժի մասին արդեն իսկ թերահավատորեն ամոթերում, երբ ինքը սպասում է, որ ինչ-որ մի հատ ուժեղ պետություն գալու է Իրան երաշխավոր կանգնի։ Տիկին Վարդանյան, օրինակ Ռոբերտ Քոչյանը ձեզ հենց հիմա կհակադարձեր եւ կասեր, որ Արցախում տեղի ունեցած Լեռնային Ղարաբաղի հայաթափման տեսքով տեղի չէր ունենա, եթե դուք 2022 թվականին Պրահայում չստորագրեիք իր ձևակերպմամբ այդ անհեթեթ ապուշ փաստաթուղթը, որի պատճառով բանակցային տրամաբանության ամբողջ կոնֆիգուրացիան նոյեմբերի 9-ի փաստաթղթի ամբողջ կոնֆիգուրացիան փոխվեց։ Դուք գնացիք ճանաչեցիք Ղարաբաղ Ադրբեջանի կազմում, դե ինչ արած, ճանաչել եք, ստիպված Ադրբեջանն էլ ասեց, դե Ղարաբաղը ռազ ուժ կներեք բառի համար իմ կազմում է, ես էլ Լաչինի միջանցքը կփակեմ, կտնօրինեմ այն այնպես, ինչպես ցանկանում եմ։ Ես ուզում եմ թարմացնել մեր քաղաքացիների հիշողությունը առայն, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը դա կապիտուլյացիայի փաստաթուղթ էր։ Ես ճիշտ եմ, չէ՞, հիշում։ Իրենց ձևակերպմամբ դա կապիտուլյացիայի փաստաթուղթ էր։ Եվ հիմա մարդը ով ասում է, որ դա կապիտուլյացիայի փաստաթուղթ էր, հղում անում այդ փաստաթղթին որպես կարևոր երաշխիք կապիտուլյացիայի փաստաթուղթը ինքը հիմա բերում է որպես երաշխիք, որպեսզի Ղարաբաղում, այսինքն այդ տեղահանման փաստը տեղի չէր ունենա, եթե մենք ունենայինք կապիտուլյացիայի փաստաթուղթ, ես այս հարցը կուզենայի տալ։ Հասկանում եք, չէ՞ ինչ, մեկը մյուսի հետ չբռնող թեզեր են ասում մարդիկ, որովհետև ինչի՞ց է սա գալիս, որովհետև սուտ են խոսում։ Եվ այո, երբ մարդը որևէ թեզի շուրջ սուտ է խոսում, ինքը պարտավոր է անցած ժամանակահատված, ինչ որ ժամանակ հետո նոր սուտ հնարել, որովհետև անհնար է քո սուտը ճշմարտության երես է դուրս գալիս եւ պարզվում է, որ փաստորեն դա կապիտուլյացիայի փաստաթուղթ չէր։ Իդեպ նույն պնդումն անում է նաեւ Ռուսաստանի Դաշնությունն այդ հայտարարության, նոյեմբերի 9-ի հայտարարության երաշխավորը, մոդերատորը, որ դուք դե ճանաչեցիք Պրահայում Ղարաբաղ Ադրբեջանի մաս, մոռանալով, որ գրողը տանի նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից կարճ ժամանակ անց երաշխավոր երկրի նախագահն էր ասել, որ Ղարաբաղը դա Ադրբեջան է, նույն թեզը, նույն ձևակերպմամբ գրեթե կրկնեց այդ նույն երկրի արտգործնախարար պարոն Լավրովը, որ միջազգային իրավունքի տեսանկյունից Ղարաբաղը Ադրբեջանի մաս է։ Եվ մի բան էլ ասեմ, էլի խնդրում եմ, բայց հաջորդականությունը եկեք տեղերով չփոխենք։ Ոչ թե նույնն էլ ասում է Ռուսաստանի նախագահ, այլ ինչպես ասում է Ռուսաստանի նախագահ, այնպես մեր ընդդիմությունը, մասնավորապես նրանք ում մասին ես խոսում էի, որոնք որ նույն կարելի ասել հումքից թրծված ընդդիմություն են, իրանք պարտավոր են կրկնել եւ առաջ տանել այդ օրակարգը։ Ընդդիմությունը իդեմս պարոն Քոչարյանի նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների Լեռնային Ղարաբաղ վերադարձի թեման է քննարկում, ասում է, որ այդ իրավունքի հետապնդմանը, վերադարձի իրավունքի հետապնդմանը պետք է իշխանության գալու պարագայում կատարածեն, այսինքն պետք է այդ իրավունքի իրացմանը հետամուտ լինեն, բայց առանց հստակեցման, թե այդ իրավունքի իրացումը ինչ մեխանիզմներով, ինչ նրբություններով պիտի տեղի ունենա, արդյոք պետք է բռնի տեղահանվածները վերադառնան եւ
ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, որը առաջարկվում էր նաև այն շրջանում, երբ որ նրանք դեռ բռնից չէին տեղահանվել, արդյոք պետք է գնան եւ չճանաչված պետության քաղաքացիների կարգավիճակով, այսինքն այն կարգավիճակով, որը առնվազն ունեին նախքան 44-օրյա պատերազմը, այդ կարգավիճակով հանգրվանեն։ Դուք, Տիկին Վարդանյան, ինչ եք կարծում, այս թեմայի արծարծումը նախընտրական բլեֆ է, թե իրականում շատ իրագործելի։ Իհարկե բլեֆ է։ Ոչ թե բլեֆ է, դա անազնվություն է, մարդկանց հույզերի հետ խաղալով եւ հենվելով այն փաստի վրա, որ մարդիկ հուզական ֆոնը բարձր է այդ հարցի շուրջ, նման հայտարարություն անել, որովհետեւ դու ինքդ էլ հասկանում ես, որ դա այս պահի դրությամբ դա անհնարին է եւ իրատեսական չէ։ Եվ ես կարծում եմ բավական եղավ, ինչքան հայ ժողովուրդը կոնֆլիկտի դարաշրջանում շարունակեց դոփել եւ կորցնել եւ իր քաղաքացիներին եւ անկախությունը։ Եվ հիմա Ռոբերտ Քոչարյանը ազնիվ կլիներ, եթե իր պաշտոնավարումից հետո, որը իր բախտի բերմամբ ստացվել էր, որ պաշտոնավարեց նա Հայաստանի Հանրապետությունում որպես նախագահ, թող վերադառնար ապրեր Լեռնային Ղարաբաղում, չի չէր վերադառնում իր արմատները, թող իր իրավունքը, որը այդ պահին մասնավորապես շատ հնարավոր էր, թող իրացներ այդ իրավունքը։ Ես խնդրում եմ այդ բաները էլի եմ ասում, մարդկանց հույզերի հետ խաղալով չի կարելի նման հայտարարություններ անել, մասնավորապես մենք գործ ունենք Հայաստանի Հանրապետության ապագայի, նրա խաղաղ ապրելու իրավունքի, նրա ժողովրդի խաղաղ ապրելու իրավունքի հետ եւ որևէ մեկը իրավունք չունի նման հայտարարություններ անի, իսկ հայտարարություն անելու դեպքում պարտավոր է առնվազն հստակ եւ անկեղծ ձևով մեխանիզմը ձեր ասած բացատրի թե ինչպես է պատկերացնում որ դա տեղի է ունենալու։ Այ պարոն Լավրովը 2023 թվականի օգոստոս ամիսն էր, եթե չեմ սխալվում, Լավրովի պլան 2 այդպիսի մի փաստաթուղթ չէ առաջարկեց Լեռնային Ղարաբաղի բնակիչներին, որը հասարակական գործիչներից մեկը արտահոսք էր կազմակերպել այդ փաստաթղթի, կոչվում էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ռեինտեգրացիա։ Գուցե պարոն Քոչարյանը եւ նրա գաղափարակիրները, համախոհները նկատում են հենց Լավրովի պլան 2-ի տրամաբանությամբ Ղարաբաղցիների վերադարձ իրենց նախկին բնակավայր։ Ես չգիտեմ, այսպես պետք է պատասխանեմ։ Ես համոզմունք ունեմ, որ բոլոր այն թեզերը, որոնք հնչել են Ռուսաստանի Դաշնության տարբեր պաշտոնյաների բերաններից, մենք դրանք որպես օրակարգ հանդես են գալու մեր ընդդիմության նախընտրական ծրագրում, թե այդ թեզերը այո խուսափելու են մեխանիզմներ ընդգծելուց հիմնականում, որովհետև այդ մեխանիզմներին Հայաստանի Հանրապետության ժողովուրդը չի կարող դրական արձագանքել, բայց ես ուզում եմ որպեսզի մեր ժողովուրդը հստակ հասկանա, որ այդ բոլոր միավորները, լինի դա ռուսաստանցի բիզնեսմեն, լինի դա Ռոբերտ Քոչարյան, բոլորը մեկ օրակարգ են սպասարկում եւ այդ օրակարգը կապ չունի Հայաստանի Հանրապետության խաղաղության, անկախության, ժողովրդի բարեկեցության հետ։ Այս ամենակարևորն է, որովհետեւ մենք պետքա կարողանանք տարանջատել երկու թև եւ այդպես էլ կա երկու հիմնական թև գոյություն ունի։ Խաղաղության ուժը դուք եք, պատերազմի ուժը նրանք, ովքեր դա ակնհայտ է, որովհետեւ եթե դու անունը դնում ես, չգիտեմ, ուժեղ խաղաղություն, դա ինչ, նախ դա ինչ ձևակերպում է բառակապակցություն, ինչ անշահում ուժեղ խաղաղություն։ Այսինքն ամուր հիմքերով երաշխավորված գարանտիրованный, ահա, էլի գնում հանգում եք երաշխավոր ինստիտուտի։ Երաշխավոր ինստիտուտ են ուզում այստեղ ներդնել, մի երաշխավորի այն է, ով չպահեց Ղարաբաղի ժողովրդի ապրելու հնարավորությունը Ղարաբաղի բանում հողի վրա։ Ինչի մասն է խոսքը։ Ում ենք բանի տեղ դրել, այսինքն ով այդքան կարճ հիշողություն ունի, ես դա եմ ուզում հասկանալ։ Երևի շեշտը դրված է, այլ եմ ասում, շատ կարևոր է, որպեսզի 2008-ի եւ այսինքն երիտասարդ սերունդը պետք է այս ամենի մասին տեղեկանա եւ մենք պետք է սրա մասին անդադար խոսենք, որպեսզի երիտասարդները հասկանան, որ այստեղ ուժի մասին խոսելիս, երբ նույնիսկ անձնական մակարդակում շատ գնահատելի է, երբ մարդը ինքն է իր հարցերը լուծում, ոչ թե ինչ-որ մեկը գալիս է իր փոխարեն հարցալուծում։ Քոչարյանն ասում է, քանի որ Միացյալ Նահանգների նախագահ պարոն Թրամփի գործոնակարը այդ խաղաղության համաձայնագրի նախաստորագրման
գործընթացում։ Գուցե Հայաստանը նախաձեռնություն ցուցաբերեր, ասեր, պարոն Թրամփ, դուք ոչ թե վկայի կարգավիճակում ներգրավեք, այլ երաշխավորի։ Ինքը պնդում է, որ նույնիսկ այդպիսի քայլ էլ չեք արել, որովհետև Նիկոլ Փաշինյանը ուզում է սեփականաշնորհել խաղաղությունը։ Ցույց տալ, որ բացառապես իրենից է կախված, ինքն է խաղաղությունը բերողը, պահողը, պաշտպանողը եւ երաշխավորողը, նրան այլ երաշխավորներ պետք չեն եւ նախընտրական քարոզչության գործիք որպես փորձում է նաղդել կոպիտ ասած ներողություն բառիս համար իր ընտրողների վրա։ Նախ պետք է այն ինչ որ կասեմ, գուցե բան արձագանքի արժանանա, բայց այո, մեծապես Նիկոլ Փաշինյանից է կախված եղել եւ է խաղաղության գործընթացը։ Եվ դրա մասին ես չեմ ասում, դրա մասին կարելի ասել նաեւ խոսեց Վենսը, երբ Հայաստան ժամանեց, կարևորելով վարչապետի բոլոր այն ջանքերը ներդրված եւ քայլերը, որոնք այն ծանր ժամանակաշրջանի մեջով Հայաստանը անցկացնել, բերել, հասցնել այս կետի, իսկ անունները չնկատել վարչապետի ներդրած ջանքը, բայց շատ կարևոր է նաեւ մեր ամեն մեկի ջանքը, ամեն մեկիս ջանքը այս գործընթացում, այն է օրինակ ընտրության գնալիս հստակ եւ պարզ տեսնել դաշտում ինչ է կատարվում եւ որ ուժերն են այլ թեզերի տակ տանում կոնֆլիկտի թեզը առաջ եւ գնալ եւ ընտրել խաղաղություն, սա շատ կարեւոր է, դա այն քայլն է, որը պետք է ամեն քաղաքացի ընտրության գնալուց առաջ առնվազն մի հատ իր մեջ վերլուծի եւ այդ տարանջատումը հստակեցնի։ Թերևս վերջին հարցը Տիկին Վարդանյան, ինչ եք կարծում հունիսի 7-ի ընտրությունների ժամանակ ինչպես հանրապետության վարչապետն է ասում, Հայաստանի քաղաքացին տեր կկանգնի խաղաղությանը, թե կգայթակղվի սոցիալական գեղեցիկ փաթեթավորումներով, խոստումներով, ինչպիսիք օրինակ խոստանում է ուժեղ Հայաստանը, ինչպիսիք ենթադրաբար խոստանալու են նաև այլ ընդդիմադիր քաղաքական բևեռներ, մասնավորապես բարերարի համբավ ունեցող Գագիկ Ծառուկյանը եւ այլք։ Ես կարծում եմ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը 30 տարի շարունակ, լավ 20 քանի տարի շարունակ բավականին թանկ գին է վճարել լինելով կոնֆլիկտի մեջ։ Եվ իսկապես այս ժողովուրդը իր բարեկեցությունից, իր մարդկային կյանքերից, իր ամեն ինչից զոհել է այդ կոնֆլիկտի ժամանակաշրջանում եւ մենք եթե այդ նույն ճանապարհը բռնելու ենք, մենք մաս-մաս փորձնելու ենք, եթե ոչ ամբողջությամբ Հայաստանի Հանրապետություն եւ կարծում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացին սա բոլորից լավ գիտակցում է եւ զգում է դա իր սեփական մաշկի վրա եւ չեմ կարծում որևէ կերպ նա թույլ տա, որպեսզի նման իրավիճակ տեղ ունենա եւ հետեւաբար Հայաստանի Հանրապետության քաղաքացին միանշանակ տեղականգնելու խաղաղությանը։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։